1930-ական թվականների վերջից մինչև 50-ական թվականները Սովետական Միությունում, նաև Հայաստանում, կարող եք հանդիպել աղջիկների Դոլորես անունով։ Անունը իսպանական է, բառի հիմքում ընկած է դոլոր, ցավ բառը, բայց անունը դնում էին կոնկրետ մարդու անունից, Դոլորես Իբարուրի, Իսպանիայի Կոմկուսի գլխավոր քարտուղարն էր, իդեպ ազգությամբ իսպանացի չէր, բասկ էր։ Երբ ֆրանկոյանները եկան իշխանության, տարագրվեց, տեղափոխվեց Սովետական Միություն։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ որդուն ուղարկեց ռազմաճակատ, որը Ստալինգրադում զոհվեց։ Երբ Ֆրանկոն մահացավ, հետագայում 80-ական թվականներին տեղափոխվեց նորից Իսպանիա։ Մահացավ Իսպանիայում 93 տարեկան հասակում։ Հետաքրքիր է, որ Դոլորես Իբարուրին ուներ նաև մականուն՝ պասիոնարիա։ Պասիոնարիան իսպաներենից թարգմանվում է մոտավորապես կրքոտ։ Սովետական Միությունում, նաև Հայաստանում, պասիոնարիա անունով նույնպես կարող եք հանդիպել աղջիկների։ Օրինակ Հայաստանում ես մի հոգու գիտեի, չնայած հիմնականում անձնագրով էր պասիոնարիա։ Սովորական կյանքում նրան գիտեն լրիվ այլ անունով։